ոչինչ, աչից կունդեն էլի լավ չխաղաց, որտեվ խաղից առաջ տրավմա ուներ, բայց եկեք հաշվենք դու մենակ աչ ֆլանգը մենակ դու ես խաղում, ոնց պիտի խաղաս դու։ Երբ որ այն վերևի պասաժիրը մենակ սպասում է, որ գնդակ ստանա ու ոչ մի օգուտ չի տալու։ Ու սենց ասեմ, ինչ որ ահավոր ձևի խեյթ եմ տնում դեպի Ֆերմին, հա, մարդը Օլիմպիակոսի խետրիկ է խփել, բայց այդ չի նշանակում, որ ինքը սաղ թմին առաջ է տանելու, հա, հասկանալի է, որ ինքը լավ խաղացող է, ինքը գոլ է խփել, ու կապ չունի ինչ գոլ, դուք տեսաք Բելինգհամի գոլը, եթե Բելինգհամը այդ գոլը չխփեր, ոչ մի ուրիշ բան ինքը խաղի ընթացքում չի արել, մի հատ ասիստ է տվել, հա, իհարկե շատ գեղեցիկ ասիստ է տվել, բայց երբ որ Բելինգհամը պրոստը 2 մետրից գոլ է խփում, սաղ ուրախանում են, բայց երբ որ Ֆերմին է գոլ խփում, դաժե ավելի դժվար գոլ, ոչ մեկի համար դա պակասացել չի, Ֆերմինը այն մարդն ով որ ստեղծում էր այսօր պրեսինգը, որ այսօր այդքան լավ չի աշխատում, բայց երբ որ դու մենակ ես այդ պրեսինգը անում, դա դժվար է։ Ֆերրան Տորմուզը, դու հա տրավմայից հետո չպիտի ստարտես հաստատ խաղալ, իմ կարծիքով պետք է խաղալ Ռեշֆորդ հարցակվող ձախից Յամալ, աչից Ռունի Բարդակջի, Բաբելտի ու атакующий полузащитник Ֆերմին, կարող է ինչ-որ странный լինել, բայց Ֆերրան Տորեսը դեռ պատրաստ չէր խաղին, կարծիքով վերջի 30 րոպեին կարող էր մտել, այո։ Յամալի անունը կարող է ձեզ թվում է այս սեզոն շատ եմ տալի, բայց ինչ ես ասել եմ դեպի Յամալ, ես սա ֆակտում եմ ասես այդ բոլորը հիմա ասում է Ֆլիկը, ասում են խաղացողները, այն ինչ որ ինքը իրան թույլ է տալի, դա այն թույլատրելի է Բարսայի խաղացողի համար, դա կարող անել լյուբոյ թեմի խաղացող, բայց ոչ Բարսայի խաղացող, որտեղ երբ որ դու խփում ես գոլ պենալից ու թագ ես դնում, թագահարում ես քեզ չգիտեմ, ոչ ասեմ,